Մայիսի 19-ի համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են ուժը կորցրած են ճանաչվել Պատգամավորի 18 թեկնածուի գրանցում։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 18 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության, Քոչարի ազգային վերածնունդ ու ազգային զարթոնք կուսակցության, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության, Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 18 թեկնածուներ ինքնաբացարկի դիմումների մի մասը օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացրել են ԿԸՀ նիստին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հերթական անգամ փորձելով միջազգային հանրության աչքերին թոս փչելու մարդասիրական քաղաքականության պատրանք ստեղծել, հայտարարել է, թե Բաքվի կառավարության հիմնական նպատակն է եղել ադրբեջանցի տեղահանվածների անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։ Նա պարզեցել է, թե Ադրբեջանը 300,000 տուն ու բնակարան է կառուցել նրանց համար, մեջբերելով, թե մարդու համար սեփական տունը նրա ամրոցն է։ Մինչ Հաջիևը սեփական տունն ամրոց անվանելու հուզիչ փիլիսոփայությամբ է կիսվում, նշենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույն այդ ամրոցներից իրենց պատմական հայրենիքից 23 թվականին 10-ամյա շրջափակման, սովի ու ռազմական ագրեսիայի միջոցով բռնի տեղահանել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 բնիկ հայերի։ Բաքուն, որն այսօր խոսում է արժանապատիվ ապրելու պայմաններից, ամբողջությամբ հայաթափել է Արցախը կատարելով էթնիկ զտում ու մինչ օրս մերժում է հայերի անվտանգ վերադարձի միջազգային երաշխիքները։ Իրավաբանների միջազգային հանձնաժողովի զեկույցը փաստում է, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների ու հայ գերիների դատավարությունները կրում են բացառապես քաղաքական բնույթ ու անցկացվում են արդար դատաքննության, միջազգային չափանիշների ու մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Զեկույցում նշված է, որ այս գործընթացը ուղեկցվում է համակարգային թերություններով, քաղաքացիական անձանց անհիմն կերպով դատում են ռազմական դատարաններում, նրանց զրկում են սեփական փաստաբան ունենալու իրավունքից, իսկ պետական նշանակման պաշտպանները միտումնավոր անտեսում են խոշտանգումների ու վատ վերաբերմունքի ակնհայտ ապացույցները։ Որպես իրավական աբսուրդի ու անօրինականության որօրինակ զեկույցը առանձնացրել է Ռուբեն Վարդանյանի դեպքը, ում մեղադրանքներ են առաջադրվել 88 թվականից սկսած ենթադրյալ գործողությունների համար, երբ նա ընդամենը համալսարանի ուսանող էր Մոսկվայում։ Կրասնոդարի ավագ եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մաչ TV-ին տված հարցազրույցում անկեղծացել է մեջքի հատվածում ունեցած առողջական խնդիրների մասին։ ՌԲԼ-ի 30-րդ տուրում Կրասնոդարը սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Օրենբուրգի նկատմամբ զուգահեռաբար ընթացող խաղում Զենիթը հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտության մատնեց Ռոստովին։ Այսպիսով Կրասնոդարը 66 միավորով զբաղեցրեց Ռուսաստանի առաջնության երկրորդ հորիզոնականը, իսկ Տիտղոսը 68 միավորով նվաճեց Զենիթը։ Խոսելով իր ֆիզիկական վիճակի մասին, Սպերցյանը հաստատել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևի այն խոսքերը, թե վերջինս Օրենբուրգի հետ խաղից առաջ գրեթե չի մարզվել։ Մուրադ Մուսաևը նշել էր, որ դուք գրեթե չեք մարզվել Օրենբուրգի հետ հանդիպումներից առաջ, պատճառը մեջքի խնդիրներն էին։ Նա պատասխանել է, որ այո, կար ռիսկ, որ դրա պատճառով կարող եք բաց թողնել Սպարտակի դեմ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը։ Սպերցյանը պատասխանել է, որ հույս ունի, որ ամեն բան լավ կլինի։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամա AM-ին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։